Նայիրի կինոթատրոնը վերադառնում է, պահպանելով իր պատմական ինքնությունն ու հիշողությունը երևանցիների սիրելի մշակութային օջախը Նայիրի կինոթատրոնը վերաբացվում է։ Տարիների վեր գործունեություն չկար այստեղ, մասնավորի ջանքերի միջոցով գործունեությունը վերսկսում է։ Արդեն իսկ վերջին օրենսդրական փոփոխության արդյունքում ներդրումների մասնակի վերադարձի կարգը գործում է եւ մենք այսօր կարող ենք ասել, որ մոտավորապես 100 միլիոն դրամի չափով մենք վերադարձրել ենք այն արտադրողներին, որոնք ներդրումներ էին կատարել կինոյի արտադրության ոլորտում եւ ստեղծել էին 4 ֆիլմ։ Շղթաներից մեկը բնականաբար նաեւ կինոների ցուցադրությունն է մեր երկրում, քանի որ այստեղ, ինչպես ասեցի, դահլիճների պակաս կա եւ դահլիճների միջոցով հասարակություն, հանդիսատես եւ կինո կապը ամրապնդել է։ 2001 թվականին, երբ որ մենք առաջի անգամ վերանորոգում էինք այս տարածքը, ինքը շատ լուրջ խնդիրներ ուներ, սեյսմիկ խնդիրներ ուներ, բոլոր շենքի ուսյունները, նույնիսկ այդ մետաղյա կոնստրուկցիաները, իրանք բոլորը կառոզիային ենթարկված, մի խոսքով շատ վատ վիճակ էր շենքի վիճակը։ Սակայն մենք կարող եմ ասել պարտությամբ, որ մենք վերանորոգել ենք այս շենքը եւ կառուցել ենք մի վայր, որ այսօր կարելի է ասել ոչ մի բանով չի զիջում ոչ մի միջազգային կինոթատրոնների, այսուհետ կինոնայրին դառնալու է բաց հարթակ ոչ միայն կինոթատրոնի գործունեությունը, այսպես լինել է միայն կինոցուցադրելը, այլ նաև մենք համագործակցելու ենք քննարկումներ, այսինքն մշակութային ինչ-որ երեկոներ ենք այստեղ անցկացնելու, նույնիսկ ստենդափ երեկոներ եւ ընդհանրապես մշակութային կյանքին ուզում ենք շատ արագ ինտեգրվենք։ Տարիների ընթացքում ձևավորված պատմությունն ու կինոյի նկատմամբ սերը շարունակելու են ապրել այստեղ, Նայիրի կինոթատրոնում։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։